Ճապոնական հայտնի մելոն պանն է, որի հետևում ևս հայկական հետք է։ Խրթխրթան կեղևի տակ տոկունության պատմություն է մի հայի, ով հայրենիքից հեռու գտավ իր տունն ու առաքելությունը։ Հովհաննես Գևոնյանը կամ ինչպես հետո հայտնի դարձավ Իվան Սագոյանը ծնվել է Կարինում։ Ցեղասպանության ժամանակ ապաստան է գտել Մոսկվայում։ Տիրապետելով եվրոպական նրբահամ հրուշակեղեն պատրաստելու գաղտնիքներին, նրան հաջողվում է գրավել Ռոմանովների սիրտը ու դառնալ կայսերական ընտանիքի հրուշակագործ։ Ռուսական հեղափոխությունից հետո Սագոյանը տեղափոխվում է չինական Հարբին ու մեծ համբավ ձեռք բերում, որն այնքան է տարածվում, որ հասնում է ճապոնացի արդյունաբերող Տոկիոյի տնտեսագիտական համալսարանի հիմնադիր բարոն Օկուրա Կիհաչիրոյին։ Օկուրան ընթանում է հայ հրուշակագործին ու նրան հրավիրում Տոկիո։ Սագոյանը սկզբում աշխատում է Տոկիոյի իմպերիալ հյուրանոցում, հետո բացում է Մսյո Իվան անունով իր հացաբուլկեղենի նա ստեղծում է իր մելոնպանի հայտնի բաղադրատոմսը։ Խմորիչով փափուկ խմորը համադրելով սեխի տեսք ունեցող թխվածքաբլիթի հետ։ Մելոնպան անունը ծագում է ֆրանսերեն պան մելոն բառերից։ Այն արագորեն սիրվեց ճապոնացիների կողմից։ Սկզբում մելոնպանը սեխի համ չուներ, ժամանակի ընթացքում ի հայտ եկան բազմազան միջուկներով մելոնպաններ։ Մելոնպանը դարձավ խորհրդանիշ, որը միավորում էր հայկական ու եվրոպական խոհարարական ավանդույթները ճապոնական ճաշակի հետ։ Եվ այսօր Մեզոն Մաղոմը մելոնպանը վերադարձնում է հայրենիք։ Այն կարելի է համտեսել Երևանում Ղենա Պողտեղ Սպեյսում, հաղորդակից դառնալով Ճապոնիայի հայկական հետքին։